Կանանց միջազգային օրը սոսկ օրացույցում նշված օր չէ։ Այն սոսկ մի օր չէ, երբ մենք վերահաստատում ենք աշխարհն առավել խաղաղ ու բարեկեցիկ դարձնելու մեր հաստատակամությունը։ Սա այն օրն է, երբ մենք ընդունում ենք, որ խաղաղության, բարեկեցության ու կայունության հեռանկարները ավելի մեծ ու շատ կլինեն, եթե աշխարհում ավելի շատ հնարավորություններ լինեն կանանց համար։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերի կանանց միջազգային տոնին նվիրված շնորհավորական ուղերձն է։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծում է, ապացուցված է, մահաբեր հակամարտությունների կանխման ու խաղաղության պահպանման հավանականությունը մեծանում է, երբ գործին խառնվում են կանայք։ Հասարակական քաղաքական դաշտում գործող հայ կանայք համաձայն են, ասում են իրենց գործունեության ընթացքում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ կանանց ներկայությունը որոշիչ է եղել։ Առանց կանանց այսօր դժվար է պատկերացնել կյանքը։ Ես դրա համար ուզում եմ ասեմ, որ միայն դուք այս 100 տարին վերցրեք, տեսեք, որ ինչ տեմպերով ենք մենք առաջ անցնում, կրկնում եմ, մեր պարտականությունները հասարակության եւ ժողովրդի առջև կատարելու մեջ։ Կանանց ու տղամարդկանց միջև հավասարության նշան դնել պետք չէ, ասում է Լարիսա Ալավերդյանը։ Նրանք ի սկզբանե տարբեր են եղել, հենց այդ տարբերությունն էլ աշխարհն ավելի ներդաշնակ է դարձնում։ Կարինե Դանիելյանը համաձայն է, ասում է, այսօր կանայք եւ տղամարդիկ հայտնվել են երկու բևեռներում։ Կարևոր է սակայն, որ այդ բևեռները ոչ թե բախվեն, այլ լրացնեն իրար։ Շուկան ավելի շատ կանչում է տղամարդիկ բիզնեսով են զբաղվում եւ այլն, գիտությամբ, կրթությամբ ավելի շատ կանայք են զբաղվում։ Եվ ստացվում է երկու բևեռ՝ ուժի եւ գումարի բևեռ եւ գիտելիքի եւ ինտելեկտի բևեռ։ Եվ եթե մեզանում իշխանության մեջ լինի դա ազգային ժողով, լինի դա կառավարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ, եթե պահանջար կլինի գիտելիքի, ինտելեկտի, այդ դեպքում կանայք իրենց տեղը կզբաղեցնեն, իմ խորին համոզմունք։ Քաղաքական դաշտում կանանց դերը աստիճանաբար աճում է, նկատում են բանախոսները, չեն բացառում հաջորդ ընտրություններում գուցե ոչ թե մեկ, այլ մի քանի կին առաջադրվի։ Սյուզան Չիչակյան, Հայրփի Միքայելյան, ժամը լրատվական։